պատմեք Եվրամիության լիդեր մեթոդաբանությամբ ստեղծված Գանձոր Տախի դրամաշնորհի շրջանակում ինչ աշխատանքներ են իրականացվել, տեսնում ենք, որ հիմնվել է ջերմոց, մի փոքր կմանրամասնեք ծրագրի մասին։ Եվրամիության լիդեր մեթոդաբանության հիման վրա ստեղծված Գանձոր Տախի հիմնադիր անդամ եմ հանդիսանում ես։ Դրամաշնորհի շրջանակներում նախատեսված էր բակի բարեկարգում, այս բակի մասին է խոսքը, բարեկարգում, արահետի ստեղծում, նախկինում ստեղ բավականին անմխիթար վիճակ էր, արահետի հիմնում, ինչպես նաև մենք ստեղծել ենք հարթակ, որը հետագայում նաև եւ դպրոցից դուրս դասարանի դեր է կատարելու, ինչպես նաև բեմի դեր է կատարելու, բացի բակի շինարարական աշխատանքներից ջերմոցի հիմքի հիմնադրում, ապա ջերմոցի տեղադրում։ Հիմա աշխատանքները ավարտված են, դպրոցում գործում է ջերմոցի վարման խմբակ, որի ունենք խմբակավար, ով շատ սիրում է գյուղատնտեսությունը, շատ սիրում է զբաղվել նոր մեթոդաբանությունով, մշակաբույսերով եւ այլն։ Շատ դիմողներ ունեցանք աշակերտներից, ովքեր ցանկանում էին, որ լինեն խմբակի անդամ, մենք բաժանեցինք փուլերի, հիմա մեր խմբակում, մեր գյուղատնտեսական խմբակում հիմնականում 12 աշակերտ ենք ներառել, առաջինի 4 դասարանները, տարական դասարանների սովորողները սնվում են եւ այդ դպրոցական սնունդ ծրագրում հնարավոր կլինի օգտագործել ջերմոցից ստացված արտադրանքը եւ մեր սովորողները, այսինքն տարական դասարանների սովորողները հնարավորություն կստանան ուտել, սնվել էկոլոգիապես մաքուր արտադրանքով։ Ինչ եք կարծում այս մեթոդաբանությունը, լիդեր մեթոդաբանությունը ինչպես է նպաստում համայնքային կյանքի զարգացմանը, կոնկրետ արդյունավետությունը ինչպես կգնահատեք։ Լիդեր մեթոդաբանությունը հատկապես Գանձոր Տախի շրջանակներում շատ հետաքրքիր է, որովհետև Գանձոր Տախը իրար է կապում երկու տարբեր մարզերի, այսինքն Լոռու եւ Տավուշի մարզերի իրար սահմանակից համայնքները, տարբեր արտադրողներ, տարբեր բիզնեսմեններ, տարբեր կրթական օջախներ, համայնքներ, թիմեր կարող են իրար հետ համագործակցել լիդերի շրջանակում եւ հաստատ արդյունավետությունը ստացվում է ավելի բարձր, քան կլիներ, եթե ինքնուրույն, այսինքն իրարից անտեղի դրանք աշխատեին։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Գանձոր Տախը ինքը առանձնահատկություն ունի եւ կապող օղակ է հանդիսանում նաեւ հարակից մարզերի միջև, ոչ միայն հարակից համայնքների միջև։